Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Կինը և բարի ավետարանը Արդյոք կինը պետք է քարոզի: Այո, քանի որ ամեն անգամ շեշտվում է, որ կինն էր մեղավոր, որ սատանայի հետ խոսակցության բռնվեց և արգելված պտուղը ինքը առաջինը կերավ, ուրեմն ինքն էլ պետք է քարոզի ու իր սխալը ուղղի: Բերեմ մի շատ պարզ օրինակ: Եթե մի անձնավորություն լինելով դեռ ցակ, պետք է ինչ-որ մեկի համար շոր կարի ու կարելուց հետո տեսնելով, որ շորը հագնողի վրա դեռ նորմալ չի նստում ու ունի որոշ թերություններ, իհարկե այդ դեռ ցակը ինքը պետք է ուղղումներ անի: Այդպես էլ հավատքի մեջ է, քանի որ Եվան կին լինելով սխալվեց, ապա կանայք էլ պետք է ուղղեն այդ սխալը, քարոզելով բարի ավետարանը: Նաև Ադամը մեղանչեց, ուստի տղամարդիկ էլ պետք է քարոզեն: Սիրելիներս, երբեմն մարդիկ ասում են. կանայք վկայելու իրավունք ունեն, իսկ քարոզելու ոչ: Բայց քարոզելն ու վկայելը նույն գործողությունն է: Երկու դեպքում էլ կինը խոսում է օգտագործելով իր բերանն ու լեզուն: Բերելով Պողոս առաքյալի խոսքը ասում են. Պողոսն ասել է, թե Պողոսի ասածին եք հիմնվում, ապա Պողոսը չի ասել, որ կանայք կարող են վկայել: Ինչու եք այդ դեպքում թույլ տալիս, որ կանայք վկայեն: Սա ասում եմ դեմ խոսողների համար: Եղեք ճշմարտախոս և ոչ թե շատախոս: Հիսուսի մոտ չկա սեռերի տարբերություն: Կա միայն փրկություն և բոլորի համար: Իմաստուն աշխատանք: Լինենք խելացի և իմաստուն, չտրվելով սատանայի սադրանքներին: Աստված պահապան բոլորիս: Սիրելի քույրիկներ, առատությամբ օգտագործեք ձեզ Տիրոջ կողմից տրված պարգևները և մի վախեցեք: Մեր Հիսուսն է մեզ իրավունք տվել իր անունով: Դրա համար մենք էլ Հիսուսի առաջ պատասխան ենք տալու դատաստանի օրը: Նա մեզ երբեք չի քննադատի ավետարանը քարոզելու ու տարածելու համար, կամ էլ հոտին հովություն անելու համար: Նա մահացավ և հարություն առավ նաև կանանց համար: Ամեն: